պայքարում եք, որ Միքայել Սրբազանին չտանեն ԱԱԾ-ականները, հիմա դուք եկել եք դատարան, վեհափառն է դատարանի ներսում, ինչ կասեք, ինչու մեկ տարի անց բանը հասավ վեհափառին։ Նաև նշեմ, որ Մանուկյան եղավներ էր մեզ հետ։ Այո, դա խայտառակ օր էր, որը թվում էր դաժան երազից ինչ-որ մի պատառիկ, որովհետև որևէ հայի մտքով չէր կարող անցնել, որ որևէ հայ, ոստիկան կամ ԱԱԾ-ի ծառայող որևէ հայի հրամանով կարող է հանդգնել, ներխուժել մայրաթոր, ներխուժել վեհարան եւ փորձել ուժ գործադրել հայ հոգևորականների դեմ եւ ուժով բերման ենթարկել։ Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնյակ կրած արշավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Հիշեցնեմ, որ այս ամեն ինչը սկսեց, երբ Վեհափառ Հայրապետը եւ եկեղեցին մասնակցեցին շվեյցարական խաղաղության նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը Շվեյցարիայում, որը նվիրված էր Արցախահայերի վերադարձի իրավունքին։ Եվ դրանից անմիջապես հետո Ալլահ շուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է եւ դա փաստորեն հրաման հանդիսացավ Երևանի իշխանություններին արշավանք սկսել եկեղեցու դեմ։ Շինծու մեղադրանքներ, խայտառակ վարկաբեկիչ, ստերով լի պայքար, բայց ես վստահ եմ, որ եկեղեցին, ինչպես մեր լեռները, դիմացել են հրոսակների, փոթորիկների արշավանքներին կդիմանա եւ հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից։ Հերթով խնդրում եմ, ներողություն եմ խնդրում։ Նիկոլ Փաշինյանը ընկրկելու է, դուք նման տպավորություն եք կամ կարծիք ունեք։ Ինչ որ ժամանակ որ ասում եք եկեղեցին վեհափառը հա կպայքարի, այսպես ասած հրոսակների դեմ։ Դա ենթադրում է, որ Փաշինյանը պետք է ընկրկի, չէ՞, զիջի ինչ-որտեղ։ Ուժի արչև, ժողովրդի ուժի արչև ընկրկում են բոլորը։ Ենթադրաբար Եվ վստահ եմ, որ եթե լինի դիմադրություն եւ ժողովուրդը իր կամքը պարտադրի, ապա բոլորը կընկնեն։ Պարոն Խաչատրյան, դիտարկում եք արդյոք ինչպես մեր մյուս բարձրաստիճան սրբազաններին մտցրեցին շենք ու ձերբակալեցին, հետո կանոնավորեցին։ Դիտարկում եք նույնը Վեհափառի հետ կարող է լինել, արդյոք այդպիսի սցենար կանխատեսում եք։ Հույս ունեմ, որ ոչ, մի տեսակ դող զգացի ձեր նկարագրած սցենարից, հույս ունեմ, որ ոչ։ Պարոն Խաչատրյան, դող զգացիք, երբ որ 2024 թվականի մարտավորապես հողնելով պատճառը դուրս եկավ դրանից եւ քաղաքական գործունեություն սկսեց ծավալել ձեր խմբակցության Հայաստան դաշնքի անդամներ Հանրապետի Վարդյանի եւ Կարնիկ Դանիելյանի մասնակցությամբ սրբազան շարժում նախաձեռնեց եւ օրեր շարունակ հիշում եք դրսևորելիքն էին մարդկանցով եւ պահանջում էին աշխարհիկ իշխանության, այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ կառավարող Շատ է խոսում այն մասին, պարոն Խաչատրյան, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ այս դեպքում եկեղեցին միջամտում է, ներեցեք, պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Չեք կարծում, որ առաջին քայլը այդուհանդերձ եկեղեցին է արել, խախտելով սահմանադրական համապատասխան նորմը։ Ոչ, եկեղեցին եւ պետությունը անջատ են, բայց դրանից չի հետևում, որ որևէ անհատ եկեղեցական իրավունք չունի ասական, քաղաքական, քաղաքացիական գործունեություն ծավալել։ Բագրատ Սրբազանը, այո, Տավուշի թեմի առաջնորդն է, բայց Սրբազան շարժման օրերին ինքը պահպանելով արքեպիսկոպոսի կոչումը ամեն դեպքում եկեղեցական պաշտոն չէր զբաղեցնում։ Բագրատ Սրբազանը ներկայացնում էր իրեն, Բագրատ Սրբազանը եկեղեցու ներկայացուցիչը չէր եւ Սրբազան շարժում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնած շարժումը չէր։ Այո, եկեղեցականներ մասնակցում էին, բայց դա չի նշանակում, որ դա եկեղեցին է եղել։ Կրկնում եմ, որևէ օրենք չի արգելում եկեղեցականին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Թույլ եմ տալիս։ Երբ որ հարց հնչեց Բագրատ arczepiskopos Կարստանյանին, արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը տեղյակ է ձեր գործունեությունից, ասած
այս շարժումը նախաձեռնվել է վեհապարի գիտությամբ եւ օրհնությամբ։ Գիտության պարոն նախաձեռնվել է։ Օրհնություն չի նշանակում, որ եկեղեցին դարձյալ մասնակցում է քաղաքական գործընթացներին։ Կաթողիկոսի գիտության եւ օրհնության arczepiskopos Ինքը տեղեկացրել է վեհապար հայրապետին եւ սկսել է այս շարժումը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեր հայրենակիցներ։ Բայց կրկնում եմ, եկեղեցականի մասնակցությունը քաղաքական, քաղաքացիական որևէ գործընթացի որևէ օրենք չի խախտում։ Այս Նիկոլ Փաշինյանի ներխուժումը եկեղեցական կյանք, դա սահմանադրության անմիջական եւ ուղղակի խախտում է։ Ես խնդրեմ մնացածներն թույլ տանք էլ հնարավորության են։ Խախտված իրավունքը վիճարկում է միակ այցանում դատարանում։ Դուք սա համարում եք քաղաքական գործընթաց եւ եկեղեցու ներքին գործերին միջամուխ։ Անկասկած, դուք կարող եք նշել ուրիշ մի Եթե սա պետք է ալնի բանավեճ, ես պատասխանեմ բանավեճել։ Եթե կարծիքս եք հայտնում, ես ձեզ ուրիշ հարց տամ։ Կարող եք նշել արդյոք աշխարհում որևէ այլ եկեղեցի։ Պատկերացրեք Հռոմի Պապը կամ ուղղափառ պատրիարքը որևէ եկեղեցականի կարգալույծ անեն եւ դա գնար դատարան։ Նման բան չի եղել եւ դա բանականությանը եւ բարոյականությանը հակասում է։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ասում է, որ սա ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, այլ 6 եպիսկոպոս եւ վեհապար այս պահին գտնվում են դատական նիստերի դահլիճում։ Ինչ է սա, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար։ Սա եկեղեցու դեմ պայքար է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցում է մի որը կատարում են կարգալույծ ինչ որ մարդիկ, դա ինչ է, եթե ոչ հարձակում եկեղեցու դեմ։ Եթե վեհապար հայրապետը չի հրավիրում ազգային ժողովի բացմանը, դա ինչ է, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար եւ եկեղեցի դերի նսեմացում։ Իշխանությունից ասում էին նիստը նախագահող падգամավորը ով էր արգելել վեհապարը։ Ներողություն եմ խնդրում։ Ոչ, հրավիրվում է բացմանը մասնակցության իրավունք ունի, բայց պետք է հրավեր լինի։ Հասկանում եք, падգամավորը կարող է գնա, որև կառավարության չեն, չէ, բայց չես կարող դուրը ծեծես, ասես այսօր եկել եմ։ Դա նշանակում է, որ այն կողմից պետք է լինի։ Չէ, ոչ։ Ես իրավունք ունեմ դառնալ վարչապետ, բայց չի նշանակում, այսօր դուրը պետք է ծեծեմ, ասեմ եկել եմ դառնամ։ Պարոն Խաչատրյան, ինչ ակնկալիքներ ունեք այս դատարանից։ Ես հույս ունեմ, որ բանականությունը եւ պատասխանատվությունը պետության, ազգի եւ եկեղեցու հանդեպ կգերիշխեն քաղաքական պատվերին։ Պարոն Խաչատրյան, դուք հիմա փորձելու եք մասնակցել դատական նիստին։ Եթե դալիճում տեղ լինի, Չկա կարծես թե։ ուրեմն հեռակա ձեր հետ միասին արևի տակ։